Չհանձնվես երբեք, ձեռքերդ չթուլացնես, գուցե ինչ-որ մեկը կա այսօր, որ ուզում է սրտանց մեռնել, ուզում եմ քեզ մի բան ասեմ, ճանապարհդ երկար է, հիմա մեռնելու ժամանակը չի, հիմա ապրելու ժամանակն է, Աստծո խոսքը ասում է, որ Եղիան գնաց անապատ, այդ Եղիան, որ վախեցած էր, սարսափած էր, որովհետև լսել էր լուրը, որ ուզում են իրեն սպանեն, գնաց անապատ, այդ այն Եղիան էր, որին Աստված օգտագործում էր եւ իր միջոցով կատարվել էին բազում հրաշքներ, բայց գրված է, որ նա սրտանց մեռնել ուզեց Սրտանց ուզում էր մեռնել, աղոթում էր, խնդրում էր Աստծուն, որ սրտանց մեռներ, Աստված վերցներ իր կյանքը, ինչպես շատ անգամ գուցե մենք ասել ենք, Տեր, հոգիս առ բրծնեմ։ Գիտես, եկավ հրեշտակը եւ նրան ասեց, որ ճանապարհը երկար է, գեր խմիր, քնիր, վեր կաց, գեր խմիր, քնիր, վեր կաց, որովհետև քո ճանապարհը երկար է։ Այսօր ուզում եմ սիրելիս քեզ մեկ բան ասել։ Քո ճանապարհը երկար է։ Չհանձնվես, գնա դեպի նպատակին։ Աստված է, որ քեզ պետք է զորացնի եւ դու պետք է հասնես քո նպատակին։ Առանց Աստծո ոչ մի տեղ չես կարող հասնել։ Առանց Աստծո ոչ մի բանի չես կարող հասնել։ Աստված է, որ քեզ օրհնելու է, զորացնելու է եւ կյանքիդ վրա տարիներ է ավելացնելու։ Այնպես որ ուզում եմ ասեմ, որ մի կողմ դիր այդ մտքերը մեռնելու ամեն ինչի կա ժամանակ, բայց այսօր ապրելու ժամանակն է։ Այսօր Աստծո փառքը տարածելու ժամանակն է։ Դուրս արի, զբոսնիր պարզապես, խնդրում եմ, քայլիր, զբոսնիր, մաքուր օդը վայելիր, խնդրիր Աստծուն, խոսիր Աստծո հետ եւ կտեսնես, որ Աստված քո օրերիդ վրա օրեր է ավելացնում։ Աստված օրհնի քեզ եւ զորացնի քեզ, այնպես որ չհանձնվես եւ չթուլանաս եւ մեռնելու մասին էլ մի մտածի, որովհետեւ Աստված կյանք տվող Աստված է։ Ճանապարհը շարունակիր, որովհետեւ դեռ դու երկար ճանապարհ ունես գնալու։ Եղիր օրհնված։ Ամեն։